մեր ծրագրերում շարունակում է առաջնային տեղ ունենալ անվտանգությունն ու մեր սահմանների հուսալի պաշտպանությունը։ Բերդում լավ գիտեն խաղաղության արժեքը։ Հանրապետականը խաղաղության ջատագովն է, ինչը մեր դեպքում նշանակում է ամուր բանակ, հզոր պաշտպանական համակարգ։ Վստահ եմ, չեք կասկածում այս նպատակների հետագա իրականացման հարցում մեր նվիրվածությանը։ Մենք նաև ազգային միասնության և հասարակական համերաշխության դիրքերից ենք հանդես գալիս։ Սա մենք համարում ենք գալիք բոլոր հաղթանակների կարևորագույն նախապայմանը։ Մենք ժամանակից ժողովուրդ ենք, այս տարիների խաղաղությունը, այս տարիների աջակցությունն, այս սահմաններին մենք լրիվ զգացել ենք։ Սա տարում ենք հանրապետության նախագահին և հանրապետական կուսակցությանը։ Վերջի մի քանի տարիներում սկսել են այն խնդիրները, որ լուծումներ չէին ստանում, բավականին լուծումներ են տալի եւ շատ արագ։ Մենք սահմանամերձ երկիր ենք եւ հուսով ենք, որ քայլ առ քայլ խնդիրները լուծելով մեր երկիրը կդառնա գեղեցիկ, լավ երկիր։ Հանրապետականի հետ մենք առաջ գնալու ճանապարհ ունենք։ Քանի որ Հայաստանը սկսվում է հենց իմ մանկապարտեզից, ես դաստիարակչուհի եմ մանկապարտեզում ու հենց մի քանի ամիս հետո կսկսվի մեծ վերակառուցում, վերանորոգման աշխատանքներ մեր մանկապարտեզում, հենց դա էլ վկայում է հանրապետականի մեծ աշխատանքը։ Ես դա համարում եմ խոշոր աշխատանք մեր քաղաքում։ Արդեն քանի տարի է, որ հանրապետական կուսակցությունը իշխող կուսակցություն է եւ բազմաթիվ փոփոխություններ են կատարվել թե մեր շրջանում, թե ամբողջ հանրապետության մեջ, այնպես որ այն կարգախոսը, որ իրենք են ընտրել, հավատանք, որ փոխենք, հավատում ենք, որովհետև սպասում ենք լուսավոր ապագայի։ Հանրապետական կուսակցությունը պատասխանատվություն կրող կուսակցություն ու մենք հավատում ենք բոլորս։ Հույս ենք կապում հանրապետական կուսակցության հետ։ Նրանց իշխանության գլուխ կանգնած այս տարիների ընթացքում բավականին փոփոխություններ են եղել։ Մենք հանրապետականի կողմն ենք։ Մենք եկել ենք հույսով եւ հավատում ենք հանրապետական կուսակցությանը։ Այս տարիների ընթացքում ինչքան ուզում է կողքից ինչ ուզում է ասեն, բայց իրոք լուրջ փոփոխություններ կա, որ լուրջ քվեներով անցնի հանրապետական կուսակցությունը, իրոք Հայաստանում շատ քիչ խնդիրներ կլինեն։ Այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր խնդրի, որը կոչվում է քաղաքական սերնդափոխություն։ Հաշվի առնելով փոփոխությունների անհրաժեշտությունը, մեր երկիրն արդիականացնելու եւ մրցունակ դարձնելու հրամայականը, սերնդափոխությունը պետք է ունենա բոլորովին նոր փիլիսոփայություն։ Այն պետք է խարսխված լինի մի շարք արժեքային բաղադրիչների վրա, որոնց մեջ ես կառանձնացնեի հետևյալ մոտեցումները։ Առաջին, մրցունակ կրթություն, որակյալ մասնագետ սկզբունքը պետք է գերակա դառնա պետական կառավարման համակարգի որևէ օղակում պաշտոնի նշանակման հարցում։ Երկրորդ, անշեղորեն տարեստարի, ամսե-ամիս, օր առ օր բոլոր հնարավոր միջոցները ու եղանակներով անհրաժեշտ է բարձրացնել պետական կառավարման համակարգի գրավչությունն ու հեղինակությունը երիտասարդ մասնագետների համար։ Այս գործընթացի սկիզբը մենք արդեն դրել ենք։ Երրորդ, պետական կառավարման համակարգը պետք է գործի բացարձակ, թափանցիկ եւ հրապարակայնության պայմաններում։ Չորրորդ, պետք է խրախուսել երիտասարդ կանանց մուտքը պետական կառավարման համակարգ։ Նրանց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները լայնորեն պետք է օգտագործել, լիազորելով տարբեր պատասխանատու կարգավիճակներում։ Սա քաղաքական սերնդափոխության մեր պատկերացումն է, որ փորձելու ենք եւ իհարկե ջանալու ենք իրականություն դարձնել։ Արդյունավետ կառավարումը մեր երկրում այլընտրանք չունի։